Դիզակի տող կամ դող ավանի լռության մեջ քարերի ու ժամանակի խաչմերուկում կանգնած է մի իշխանական պալատ, որը սակայն սովորական պալատ չէ։ Նրա պատերը հիշում են երդումներ ու դավադրություններ։ Նրա սրահներում չէր որոշվում սոսկ մեկ մարդու ճակատագիր, այստեղ կշռվում էր մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Պալատի տերը այնպիսի համբավ ուներ, որ նրա անունը հնչում էր ոչ միայն Արցախում, այլև հեռու լեռներից ու Արցախի սահմաններից անդին։ Պարսկաստանի Նադիր շահը նրան Բաբալղ էր կոչում, որ նշանակում է հոգևոր հայր։ Անուն, որ սովորաբար տրվում էր միայն նրանց, ում խոսքը ծանր էր, իսկ կամքը անխախտ։ Դա Դիզակի Մելիք ավանն էր, առավել հայտնի որպես Մելիք Եգան։ Եգան անունը նա նույնպես ստացել է Նադիր շահից, որը նշանակում է միակ։ Մելիք Եգանի քույրը Աննա խաթունը ամուսնացած էր Վարանդայի Մելիք Հուսեյնի հետ և այդ արյունակցական կապը պիտի դառնար պատմության մութ էջերից մեկի բանալին։ Այդ օրերին օսմանցիների սերասկեր Սարի Մուստաֆա Փաշան իր գլխավոր բանակով ճամբարել էր Գանձակում, իսկ մնացյալ զորքերը սփռել Ղարաբաղի մելիքների երկրներում, կարծելով թե երկիրը հնազանդ է։ Բայց նա չգիտեր, որ լեռնականները լուռ են միայն մինչև վճռական ժամը։ Մելիք Եգանը, որ բոլոր մելիքների մեջ ավագն ու խորհրդատուն էր, արերեց հնազանդություն ցույց տալով և օգտվելով Փաշայի հետ ունեցած բարեկամական հարաբերություններից, գաղտնի հյուսեց մի դավադրություն, որի նմանը վաղուց չէր տեսել այս երկիրը։ Ղարաբաղի բոլոր մելիքները միաբանվեցին նրա շուրջը։ Նրանց նշանաբանը հնչում էր մարգարեական խոսքի պես. «Պահպանեցեք հին սերմերը, որպես բուսնելու հույս տվողներ, ոչնչացրեք նորը, որը պտուղ չի խոստանում»։ Այսինքն այդ ժամանակում նշանակում էր խնայել պարսիկներին և կոտորել օսմանցիներին։ Կոտորածը նշանակվեց Մեծ Պասի առաջին գիշերը։ Ձմեռվա սառնության պատճառով օսմանցի զինվորները բնակվում էին հայերի տներում, և երբ գիշերը իջավ, յուրաքանչյուր տուն դարձավ դատաստան, յուրաքանչյուր տանտեր դատավոր։ Մի գիշերում ոչնչացվեցին թե Ղարաբաղում, թե Գանձակի կողմերում գտնվող օսմանցի զորքերը։ Սարի Մուստաֆա Փաշան հազիվ կարողացավ ազատվել, փախչելով դեպի Երևան։ Այս ամենը տեղի ունեցավ 1733 թվականին, բայց դրա արձագանքը դեռ երկար պիտի հնչեր պատմության մեջ։ Այդ նույն մռայլ օրերի մեկ այլ բեմը ավետարանոցն էր, Վարանդայի մելիքության բերդավանը։ Այստեղ էր տեղակայված օսմանցիների զորապետներից մեկը Սուլեյման բեկը։ Լսելով Մելիք Հուսեյնի դստեր Գայանեի գեղեցկության մասին, նա ցանկացավ դիրել նրան։ Բռնություն գործնելուց վախենալով առաջարկեց ամուսնություն։ Աննա խաթունն ու Մելիք Հուսեյնը խորամանկությամբ թմրեցնելով թշնամու զգոնությունը, խոստացան տալ աղջկան, բայց օրեցօր հետաձգեցին, պատճառաբանելով հայոց կրոնական ու ազգային ծեսերը։ Ժամանակը հոսում էր դեպի նշանակյալ գիշերը։ Երբ կոտորածը սկսվեց, Մելիք Հուսեյնը տանը չէր, նա իր գավառներում էր։ Իսկ ավետարանոցի փողոցներում օսմանցիների դեմ ելավ նրա կինը, Մելիք Եգանի քույր Աննա խաթունը։ Զինված վճռական նա առաջնորդում էր օսմանցիների կոտորածը, ինչպես ճակատագրի ուղարկած դատավոր։ Այդ պահին Սուլեյման բեկը կյանք փրկելու հույսով փախչում է դեպի Աննա խաթունի տունը, բայց դռան առաջ կանգնած էր Գայանեն, նույնպես զինված։ Տեսնելով իր ատելի փեսացուին ներս մտնելիս, նա մի վայրկյան անգամ չտատանվեց և սպանեց նրան։ Ժողովրդի հիշողությամբ մեզ հասած այս ավանդապատումը իր գեղարվեստական ձևավորումը գտավ Լեոյի Մելիքի աղջիկը պատմավեպում։ Սա ընդամենը մեր այսօրվա պատմության մի փոքրիկ դրվագ է, որ կապված է Մելիք Եգանի անվան հետ։ Ղարաբաղի մելիքների այս պայքարը օսմանցիների դեմ ժամանակի պատմության ամենախորը, բայց քիչ ուսումնասիրված էջերից է։ Հայերը սրի ուժով մաքրեցին իրենց հայրենիքը օսմանցիներից։ Միաժամանակ ճանապարհ հարթելով պարսիկ Նադիրի հաղթանակների համար։
Եվ երբ Պարսիկ սպարապետը դարձավ շահ, նա չմոռացավ հայոց մելիքների մատուցած ծառայությունը։ Բայց այս պատմության իրական իմաստն ու պատգամն այն է, որ երբեմն մի ամբողջ ժողովրդի ճակատագիր կարող է վճռվել մի գիշերում մոմի լույսի տակ հավատքի ու սրի միջով։ Նադիր շահը Եգանի խանի տիտղոս տվեց, որից հետո Մելիք Եգանը ակտիվ գործունեություն սկսեց իր նստավայրի ամրապնդման, պաշտպանական շինությունների կառուցման և եկեղեցիների վերականգնման ուղղությամբ։ Միաժամանակ նա ակտիվ ռազմական քաղաքականություն և միջազգային դիվանագիտություն էր վարում, հասնելով շատ կառավարիչների կողմից ճանաչման։ Տողի մելիքական ապարանքի կենտրոնական և լավագույնս պահպանված շինություններից մեկը իշխանական տոհմի հիմնադիր Մելիք Եգանի կողմից կառուցված ընդունարանն է։ Այն իր ճարտարապետական կառուցվածքով համալիրի առավել ուշագրավ շինությունն է։ Ի սկզբանե ունեցել է հստակ վարչական գործառույթ, որը նշված է ընդունարանի մուտքի բարավորին և եզրապատերին փորագրված ընդարձակ արձանագրության մեջ։ Համաձայն այդ արձանագրության այն գրվել է 1737 թվականին։ Արձանագրության մեջ հիշատակվում են Արցախի այն 6 մելիքությունները, որի վրա ավագ էր կարգված Մելիք Եգանը։ Որպես Արցախի մելիքություններ արձանագրության մեջ հիշատակված են Թալիշ, Չարաբերդ, Խաչեն, Վարանդա, Քոչիս և Դիզակ։ Արձանագրության մեջ խոսվում է նաև Մելիք Եգանի ծառայությունների մասին, որ նա մատուցել է Պարսից Նադիր շահին։ Եվ որ կարևորն է, Մելիք Եգանը նշում է, որ նա իր ծառայություններով չթողեց, որ Հայաստանը գերի դառնա։ 2023 թվականի հունիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում տեղադրվել է վերջինիս հրամանը Տող գյուղի պատմական տարածքը հայտարարել Տուղ պետական պատմաճարտարապետական և բնության արգելոց։ Որպես արգելոց ստեղծելու հիմք նշվում է, որ Տուղը պատմական այն բնակավայրերից մեկն է, որ ցուցադրում է ադրբեջանական ժողովրդի պատմական անցյալը։ Մելիքական ապարանքի ընդունարանի մուտքին Մելիք Եգանի թողած արձանագրությունը դարերի խորքից պատասխան է ադրբեջանական զեղծարարությանը։ Ես թողեցի ոչ Հայաստանս եսիր գնալու։ Ըստ վերոնշյալ արձանագրության, երբ սկիզբ է դրվել Արցախի մելիքությունների կառավարումը Եգանի կողմից, Եգանն ուներ Բեգլարբեկի կամ իշխանած իշխանի տիտղոս։ Ընդունարանի շենքը դասվում էր այդ ժամանակաշրջանին բնորոշ վարչական նշանակություն ունեցող երկհարկանի շինությունների շարքին։ Բուն ընդունարանի դահլիճը տեղակայված է վերնահարկում։ Այն երկարավուն մի սրահ է, որին հյուսիս-արևելյան կողմից հարում է կամարակապ ճակատով նախասրահը։ Սրբատաշ քարից կառուցված կամարաձև շրջանակով մուտքը գտնվում է դահլիճի և նախասրահի միջանկյալ պատի կենտրոնում։ Ներքնահարկը առանձին մուտքով կիսանկյունային սրահ է։ Մուտքի կամարակապ անցուղին գտնվում է նախասրահի տակ ձախ կողմում, թե վերնահարկը, թե ներքնահարկը թաղակապ են։ Պատերը շարված են կոպտատաշ տեղական քարերով ու կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են շարված որմասյուները, որմնակամարները, կամարները, մուտքի եզրաքարերը և արտաքին պատի անկյունները։ 2009-2010 թվականներին իրականացված հնագիտական պեղումների արդյունքում բացահայտվել են ավելի վաղ ժամանակաշրջանի տարբեր կառույցների հիմնապատեր, որոնց վրա կառուցվել է ընդունարանի ներկայիս շենքը։ Այն ազդել է շինության անկանոն բնույթի վրա, հատակագիծը զուգահեռագծի ձև է ընդունել։ Ընդունարանի շենքի բոլոր հատվածների կառուցողական առանձնահատկությունները և պատերի շարվածքի բնույթը վկայում են մեկ ամբողջական ճարտարապետական հորինվածքի, ինչպես նաև համաժամանակյա կառուցման մասին։ Տվյալ փաստի վավերագրումը հատկապես ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ Մելիք Եգանի ընդունարանի ճարտարապետությունն ի սկզբանե տեսքով նմանատիպ օրինակներ չունի։ Արցախի և Սյունիքի մյուս մելիքական ապարանքներում պահպանված այդ նշանակության շենքերի մեջ չկան Տողի ընդունարանի զավալանախագծային հորինվածքը կրկնող կառույցներ։ Մյուս մելիքական ապարանքների ընդունարանների վերնահարկերը ամառային դահլիճներ են և ի տարբերություն Տողի ընդունարանի վերջիններս չունեն նկուղային ներքնահարկեր, ինչպես նաև
դահլիճին կից նախասրահներ։ Իր ճարտարապետությամբ ու նշանակությամբ եզակի է նաև Եգանի ընդունարանի ներքնահարկը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հարավ-արևելյան պատի վրայի երկու խորշերը ի սկզբանե նախատեսված են եղել օդափոխության համար։ Խորշերի վերնամասից օդատարը ուղղահայաց անցքերով կապվում է վերնահարկի պատի մեջ գտնվող մյուս զուգահեռ անցքերին, հնարավորություն ստանալով դուրս գալ դեպի հարավ-արևելյան պատի միակ նեղ ելքը։ Այն փաստը, որ ներքնահարկի ելքի դուռն ընդամենը 80 սանտիմետր բարձրություն ունի, վկայում են վերջինիս հատուկ գործառույթների մասին։ Չի բացառվում, որ այն ծառայել է որպես խուց կալանավորների համար։ Մեզ հասած վկայությունները, ինչպես նաև պահպանված կառույցների հնագիտական և ճարտարապետական վերլուծությունը հիմք են տալիս հաստատելու, որ Մելիք Եգանի ընդունարանի շենքի պատմության նորագույն շրջանում առնվազն 3 անգամ այն ենթարկվել է ավերածությունների ու վերակառուցվել։ Արցախի անկախության տարիներին Մելիք Եգանի ընդունարանը վերականգնվելուց հետո ծառայում էր որպես թանգարան, որտեղ ցուցադրվում էին տարածքում իրականացված պեղումների ընթացքում ի հայտ եկած գտածոները։ Իսկ Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավ-արևելյան կողմում պատինկից պահպանվել են փոքր չափերի մատուռի ավերակներ։ Կառույցը ծառայել է որպես դիզակի մելիքների դամբարան։ Այն ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով շինություն է։ Ենթադրվում է, որ կառուցվել է 1740-ական թվականների վերջին Մելիք Եգանի մահից հետո որպես իշխանական տոհմի տապանատուն։ Դամբարանի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում ազգագրագետ բանահավաք Մակար եպիսկոպոս Վարխուդարյանցը։ Եկեղեցուց հարավային կողմին պատկից շինված է մի նեղ և երկար մատուռ իբրև դամբարան, որի մեջ ամփոփված են բոլոր մելիքներն ու մելիքազունները։ Վարխուդարյանցը տապանատան գերեզմանակարերից գրի է առել Ղուկաս քահանայի, Մելիք Եգանի, վերջինիս որդիներ Արամի, Եսայու, ինչպես նաև Արամի որդի Բաղարբեկի վիմագրերը։ Ներկայացնում ենք Մելիք Եգանի տապանագիրը։ Այս է տապան Քաջիշխանին, Եգան անուն մեծ Մելիքին, որ է որդի բարեպաշտին Ղուկաս անուն վարդապետին։ Եղև սիրեցյալ ամենայնին, Նադիր անուն թագավորին, տիրապետած սա իր երկրին, ի աղվանից ի նահանգին, հույր պատվեցավ Պարսից ազգեն, քան Զիշխանս հայոց երկրին, թվին ՌՃՂԳ 1744 թվական։ Խորհրդային տարիներին, երբ Սուրբ Հովհաննես եկեղեցին վերափոխվել է ակումբի, մելիքական տապանատունն ավերվել է։ Տապանաքարերը ջարդվել են, բեկորատվել և օգտագործվել որպես դահլիճի տախտակամած հատակի գերանների հենարաններ։ Արցախյան առաջին պատերազմից հետո եկեղեցու հատակի տակ բեկորատված վիճակում գտնվել է Մելիք Եգանի շիրմաքարը և մինչև Տողի բռնազավթումը գտնվում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու աղոթասրահում։ Հայ ժողովրդի ներկայիս խնդիրները սերտորեն կապված են նախորդ 2.5 դարերի քաղաքական հարաբերությունների տրամաբանության հետ, նշում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Այդ խնդիրներում ոչ մի մտածածին բան չկա, հին աշխարհը փլվել է, տեղ բացելով ժողովուրդների ազատության և անվտանգ կյանքի իրավունքի համար, սակայն Արցախի խնդիրն առանցքային հետաքրքրություն է ներկայացրել տարածաշրջանի բոլոր տերությունների համար, ամեն մեկը մինչև հիմա ներկայացնում է իր իրավունքների փաթեթը, սա ոչ թե տարածքի, այլ իշխանության խնդիր է։ Պատահական չէ, որ շահագրգիռ տերություններից ոչ մեկը քառորդ դարի ընթացքում չի կարողացել իր զորքերն այդ տարածաշրջան մտցնել։ Այդ պատճառով էլ ոչ ոք չի ցանկանում ճանաչել այդ հողում ապրած մարդկանց իշխանության իրավունքը։ Ըստ երևույթին, այս բոլոր բարդություններից շատերի մոտ ծնվում է միստիկ վախը, նշում է Մանվել Սարգսյանը։ Դիզակի Մելիքանիս Տող գյուղը մի մեծ աշխարհ էր մի փոքր երկրում, որտեղ վճռվում էր թե Ղարաբաղի իշխանության և թե Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Մելիք Եգանը, լինելով հմուտ ռազմական և դիվանագիտական գործիչ, կարողացավ իր կառավարման տարիներին
այդ խնդիրը լուծել եւ Արցախի ժողովրդի համար փոքրիշատե անվտանգ իրավիճակ ստեղծել։ 2020 թվականի պատերազմից հետո Մելիք Եգանի նստավայրը բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից եւ դժբախտաբար այսօր այն ներկայացվում է որպես ադրբեջանական։ Իսկ Մելիք Եգանի ապարանքը եւ ապարանքի մոտ գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին որպես աղվանական ժառանգություն։ Ասել է թե մեծ Մելիքի մտքով երևի անգամ չէր անցնի, որ երբևէ իր հայրենիքը եսիր կդառնար։ Հետևաբար սա պատգամ է մեր եւ գալիք սերունդների համար թույլ չտալ, որ Արցախը, Տող Ավանը, Մելիք Եգանի Հայաստան աշխարհը երկար եսիր մնա քոչվորների ձեռքին։